Bentley Flying Spur։ Այո։ Երևի ամենաշատ քննարկված մեքենաներից մեկը աշխարհում։ Ասեմ ինչի։ Առաջինը իր արտաքինի հետ կապված, որովհետև ընդհանրապես միանշանակ արտաքին չունի, այսինքն նես չի, որ մարդկակասի գեշա, մարդկակասի սիրունա։ Եթե մեկի դուրը չի գալիս այնքան վատ բաներ կասի, հələ սրա, չգիտեմ, ես լուսարցակները նայի, հələ նիկելապատ եսիմ ինչերը նայի, հələ սրա ձևը նայի։ Եթե մեկին դուրա գալիս այնքան լավ բաներ կասի, մի խոսքով, այն որ, չգիտեմ, ամենաշատ քննարկված մեքենաներից մեկն է հաստատ։ Ու ամենաառաջինը այն բանով, որ գիտեք, տենց մանավանդ հայերի մեջ, չնայած ինձ թվում է ամբողջ աշխարհում այդպես, եթե վերցնենք այս մոդելի կուպեն, հա, GT Continental-ը, սաղ տղամարդիկ, տղաները, այն որ ասում են, այդ ինչա, աղջկա մեքենա է, այդ պատաղու քշելու բան է, բայց այն թաքուն, բոլորը ուզում են քշեն, բոլորը ուզում են ունենան, կարող է չունենան, բայց հաստատ այն որ սենց անցնում է կողքով, այն որ բան, այն որ Bentley է, բայց այն որ կողքին է հարցնում անգե, չէ, աղջկա մեքենա։ Նույնն էլ սրա մասին, բայց քանի որ այս 4 դուր տարբերակն է, մի քիչ ավելի դասական է, հա, ավելի սենց լյուքսային է ինքը, դրա համար այդ բանը այս թափքի վրա չեն ասում, բայց սրա մասին էլ ինքան բաներ են ասում։ Մի խոսքով, չգիտեմ, եկեք մենք էլ մի քիչ մանրանանք, հասկանանք։ Օրինակ, արդյոք այս լուսարցակները, այս փոքր կլոր, մեծ կլոր, արդյոք գեղեցիկ են։ Չգիտեմ, գեղեցիկ են թե չէ։ Արդյոք այս նիկելները գեղեցիկ են, արդյոք այս ռադիատորի այս քողարկիչը գեղեցիկ է, այս երևի գեղեցիկ է, գիտեք։ Այն ինչ որ հետաքրքիր է, ոնց որ ձկան թեփուկներ լինի, չգիտեմ, լոգոտիպը օրինակ գեղեցիկ է, հաստատ, բամպերը գեղեցիկ է, թե չէ, չգիտեմ։ Շատ սենց են, որ օրինակ մի անկյուն կա, այս անկյունից, չէ, արի ինտեղի կանգնի, արի, ստեղից մի հատ նայի մեքենայի, նայեք, դուք էլ նայեք, նա ինչ գեղեցիկ է, սպիտակ մեքենա, կողքի սև ապակիներ մքեցված ու կարմրավուն դիմապակի, ահա, կարմրավուն, տեսեք ինչ հետաքրքիր գույն է տալիս, թե ոնց, չգիտեմ, այդ շատ սիրուն է, եկեք գնանք բեռնախցիկի մոտ, որովհետև այս մեքենան պետք է ունենա շատ մեծ բեռնախցիկ, կարծում եմ, հեսա կստուգենք։ Լավ, հետևի հատվածը, օրինակ, այս ինչ է, հա, հետևի լուսարցակներ, գեղեցիկ արդյոք, գեղեցիկ են այս նիկելները, որ մտածել են դրել են, չգիտեմ, որ ինչ-որ մի հայացք կա, որ նայում ես, շատ գեղեցիկ է, բայց որ ուրիշ հայացքով ես նայում, ոնց որ հեչ մի 200,000 եվրո արժողությամբ մեքենա չլինի։ Երևի հիմնականում անունը, Bentley, անունը արդեն հերիք է, հիմա տեսնենք ոնց է բացվում բեռնախցիկը, ահա, տեսակ ինչ գեղեցիկ է բացվում բեռնախցիկը, այդ լոգոտիպին սեղվում ես, բացվում է, ու կոճակ չի, շատ մեծ բեռնախցիկ, ինչը որ բնականաբար պետք է ունենալ այս մեքենան, մոտ 450 լիտր տարողություն ունի, կարծում եմ լավ ռեմոնտի ավտո կլինի այս, կարաս լավ տենց մեծ են պեմզաբլոկները, սենց շարես մեջը, քարպի ինջները, ու դե բնականաբար կոճակով փակվում է, ավտոմատ, ինչ է այն թվերի համար, շատ լավ բան է։ Հետևի հատվածը մեքենայի, տեսեք ինչ մեծ է, այ հենց սրա մասին էի երազում, որ գա, ու այսենց Ըստեմ ես մեքենայի մեջ, մի քիչ էլ որ ես նստարանը առաջ տամ, հիմա լավ հետ տված է, կարամ սենց ոտերս ուղիղ, պարկեմ, հանգիստ, այս մեքենան այստեղ նստողի համար է, այսենց նստում ես, ու սենց ինչ դիրքով ուզում ես, ու ամեն ինչը հաճելի է, ամեն ինչը կաշի է, այստեղ հենց հարմար բար ունի, դարակ,
բաժակների տեղ, հետևը բնականաբար կլիմատ կոնտրոլ, մոխրաման, հետևի նստարանները նույնիսկ օդափոխվող, այսինքն տաքացվող եւ հովացվող։ Մի խոսքով, այս մեքենան այն ինչ գին տալիս այս մեքենային, այստեղի համար արժի տալ։ Այստեղ լույսեր, դռների փակել, բացել, չէ, սա լույսն է, սա էլ է լույսը, մի խոսքով լիքը լույսեր։ Վերջ, այսքանը ստեղ։ Երևի արդեն օպերատորի հետ տեղերով փոխվենք եւ վարենք այս մեքենան, փորձենք, տեսնենք ոնց է, ինչ է։ Հիմա ճիշտ ասած ձեզանից շատերը կասեն, դուք լրիվ գժվել եք, այս կրիզիսին, այս նեղմաջալին, այս արտագաղթին, դուք մեզ սենց մեքենաներ եք ցույց տալի, ումա պետք, դուք ձեզ լրիվ ձեռ եք առել։ Այո։ Դե ինչ, այսօրն էլ եկավ, որ մենք փորձարկում ենք Bentley Flying Spur։ Flying Spur, տեսնես ինչ է նշանակում Spur։ Ինձ թվում է մեր Spur-ի հետ կապ չունի, բայց միևնույնն է կարելի է Spur-ի նախարարությանը զգուշացնել այս մեքենային ուշադիր լինեն, որովհետև flying թռչող Spur, ինչ որ գնացող Spur-քահայերի հետ հաստատ կապ ունի, գիտեք։ Մի խոսքով, այդ հետո կպարզենք ինչ է ինչ չի։ Սկսենք այն ամենասկզբից 6 լիտր աշխատանքային ծավալով, 560 ձիավուր հզորություն, 2.5 տոննա քաշ։ Դե պարզա, չգիտես ինչի, բոլոր սենց կառավարական դասի մեքենաներն էլ ահավոր ծանր են լինում։ Չգիտեմ ինչի, բայց շատ ծանր են։ Երևի հարցը ձայնամեկուսացման, եսի մինչերի, որովհետև այստեղ էլ է շատ ուժեղ ձայնամեկուսացում ունի։ Մենակ այստեղից ինչ-որ քամու ձայն է գալի, թե փեջի ձայնն է չեմ հասկանում։ Ուզում եմ անջատեմ, չեմ կարողանում։ Մի խոսքով, ես էլ է շատ հավես բան, այս փեջը բացել, փակելու այդ կլապանն է։ Ոնց որ այն հին մեքենաների մեջ են կհիշեք սենց պատսոս կար, որ սառը վաղտ մեքենա խոդեիր տալի, պետքա պատսոսը քաշեիր, դրդրալ են աշխատեր, հետո սես դանդաղ փակեիր, թե չէ հանգում էր։ Այս այդ պատսոսն է։ 560 ձիավուրն էլ ոնց ես հասկանում եմ, մի քիչ է իրան, որտեղ շատ սես դանդաղ սես ծանր է սենց վերցնում այդ արագությունը։ Բայց ասեմ ես 2006 թվականի մեքենա է, ավելի նորը չգտանք, բայց շատ լավ վիճակում պահված, այն որ ամեն ինչը սենց մանրակրկիտ հետևում են լավ, չնայած որ այս մեքենան հարսանիքի տակ, այսինքն որպես վարձույթ է ծառայում, բայց մնացած վարձույթի տակ ծառայող մեքենաների նման սպանած չի։ Շատ լավ է վիճակը, նույնիսկ սրահն է նորմալ մի քիչ, ասենք կան թերություններ, արդեն դե քանի տարվա, 11 տարվա մեքենա է, 11, ու եթե այսքան դիմացել եմ անավանդ վարձույթի տակ, հրաշալի է։ Այստեղ տեսեք բարձրորակ, փայտ, լաքապատ, սիրուն,
բնական է ուրիշ գույներն էլ կլինեն, մենք հիմա այս գույնովն ենք գտել։ Կաշին իդեպ, ասեմ մի հատ շատ հետաքրքիր բան, մի մեքենայի սրահի համար մորթվում է 11 հատ ցուլիկ, 11, պատկերացնում եք, չգիտեմ ինչի տենց շատ, բայց այդքան, ու մեծ ցլեր չեն, այսինքն փոքրիկ ցուլիկներ են, դրա համար կաշին քիչ է, դրա համար 11 հատ։ Ոայ, ես ինչ տխուր ա գնում, ոյ, ինչ տխուրական գնում, հա, հիմա գնում ենք, 100, նոր 140, մի խոսքով, բայց կանգնելը ավելի ահավոր է, ուի, իսկ եթե ձեռքով, գոնե այստեղ ես սելեկտորներից կան, որ եթե զգում ես, որ արդեն արգելակները չեն հերիքում, պետք է իրանց օգտագործես, ստեղ մի հատ, էլի հիշում եք, մի շատ հաղորդումներ առաջ մենք փորձարկում էինք Maserati Gran Turismo-ն ու այդ մեքենայի մեջ էլ, ես չեմ հասկանում, ինչով են մտածում ինժեներները ստեղծելուց նման բան, այս սելեկտորները ինչի չեն պտտվում ղեկի հետ, ինչի են կպած այս սրան ու երբ սենց ղեկը թեքեցիր, վերջ, դու չես կարող այդ պահին, չես կարող ոչ մի գործողություն անել, ոչ փոխանցում բարձրացնել, ոչ իջացնել, կամ պետք է ինչ-որ սենց ղեկը թողես, փոխես, չեմ հասկանում իմաստը։ Լավ, են Maserati-ի դեպքում մտածեցինք երևի հին մեքենա է, այդ ժամանակ նոր էին սելեկտորները հորինվում, տենց էքսպերիմենտ էր արել, հա, եթե տենց լիներ իրոք, Bentley-ն էլ համարյա նույն տարիքի մեքենա է, ու կմտածեինք, որ դրա համար է այդպես, բայց արի ուտես, որ նոր, այսինքն 2016 թեկուզ թվականի Flying Spur-ը, էլի այս հենց է սելեկտորները, էլի այս հենց կոշտ, անշարժ, մնում է, ղեկից անկախ, ինքը հենց մնում է, մատներին խանգարում է, ղեկից հեռու է, այսինքն փոխարկում կատարելուց պետք է հենց մատերը բացես, ու ամենաանհարմարը այս սելեկտորների ասեմ ինչն է, թարթիչները, որտեղ մենք սովորենք, որ պետք է գտնվի, հա, դրա տեղը գտնվում է սելեկտորը, փոխանցումի սելեկտորը, այսինքն թարթիչը միացնելուց անընդհատ ուզում ես իրան ես սենց անում, հետո հասկանում ես սխալ բան ես անում, հետո իջնում ես, իրան արդեն թարթիչին գտնում ես, շատ ներքև է, այդ երևի սովորելու վրա է, մի քիչ ժամանակ պետք է անցնի իհարկե, բայց մեկը, որ չգիտեմ, հիմա մարդիկ երևի տենց մտքներով անցել, նույնն էլ այս կողմն է, այս ապակիները մաքրելու հարմարանքը, գտնվում է շատ ներքև, ինչը անհարմար է, իսկ ղեկը դու միշտ բռնում ես այսպես, ոչ թե այսպես, չէ, ճիշտ եմ, չէ, այսինքն այսպես բռնում ես ղեկը, այստեղ պետք է լինի սելեկտորները, այս հատվածներում, հա, նորմալ է, բայց սրանք այնքան մոտիկ պետք է լինեն ղեկին, որ նրանց հետևում տեղադրվի այս թարթիչների ու ապակիները մաքրելու արդեն բռնակները, այնպես որ այդենց, հա, ինչպես ասեցի արդեն, ու հիմա արդեն համոզվեցի, որ այս մեքենան ընդհանրապես ոչ մի կապ չունի 560 ձիաուժի հետ, ընդհանրապես, այս տպավորությունը, որ այս կաշին ոչ թե 11 ցլիկից են ստացել, այլ մի 60-70 ձիուց սենց շարժիչից հանել են ու կաշիները կպցրել են ստեղ, չգիտեմ ինչի է տենց, ասենք լիքը ուրիշ շատ ծանր էլի մեքենաներ կան, էլի մոտավորապես նույն հզորության, որոնք արդարացնում են այդ հզորությունը, որոնց ասում ես, հա էլի, հաստատ կա, ստեղ չկա այդ բանը, լավ, ինչ-որ շատ դժգոհեցինք, բողոքեցինք, նոր 160,
Չհաշված, որ մեքենան իդեալական ձայնամեկուսացրած է, նայեք։ Հիմա լռություն է, կատարյալ։ Մենակ այս քամուձենն է գալիս, այս փեջերից է գալիս, չգիտեմ ինչի։ Նայեք։ Նայեք։ Մեքենա էլ չկա կողքով անցնի, որ տարբերությունը զգաք։ Մի խոսքով, հետո ապեր դու կգաս մի հատ կնկարես, այստեղ երևում է հենց վերևից երևում է, որ երկշերտ ապակի է, ինչը ապահովում է այսպես ձայնամեկուսացում։ Դրա հետ մեկտեղ, այսինքն հաշվի չառնելով դա, միևնույնն է դու լսում ես շարժիչը ու լսում ես խլացուցիչը, այտենց սենց հաճելի խրփոտ ձայն է հանում, ինչը ինձ շատ դուր է գալիս։ Բայց ստեղ մի հատ խնդիր կա։ Այս մեքենան գնողը այնտեղ նստող մարդը, այն որ այնտեղ է նստում միշտ։ Իրան ինձ թվում է հաճելի, այդքան էլ հաճելի չի լինի այդ ձայնը։ Իսկ քանի որ Bentley-ն դա հետևը նստողի համար է, ոչ թե դիմացը, դա ես կհամարեմ ինձ թվում է որպես մինուս, որը շարժիչի ձայնը գալիս է, որովհետև ինքը արդեն ոնց որ մի քիչ խախտում է այդ կոմֆորտի շեմը։ Մի բանը խախտում է մի խոսքով կոմֆորտի, որ հաստատ իրան հաճելի չի լինի։ Ինձ հաճելի է, որովհետև ես ղեկին եմ։ Կոմֆորտի առումով ինքը այս մեքենան անում է այն ինչ որ պետք է։ Քեզ սենց ինքը սենց շոյում է, այս իրա սենց կաշվով, հաճելի է ամեն ինչ աչքի համար, սենց էլեգանտ, համ էլեգանտ է, համ ինչ որ սենց կորավուն գծեր ունի, այստեղ որ տեսեք, այսպես ներսնգած, դուրսնգած, ուռուցիկ բաներ ունի, որը կլասիկի դեպքում հիմնականում չի օգտագործվում, բայց ստեղ այս մեքենայի մեջ շատ է սազում։ Ու աչքին էլ է շատ հաճելի, այսպես շոշափողական էլ է շատ հաճելի ամեն ինչը։ Այո։ Դա հիմնականում այս մեքենան հենց դրա համար է, որ պարզապես լինի հաճելի, հարմարավետ, սենց դու սենց սուսփուս քո աշխարհում նստած, ոչ ոք քեզ դրսից չխանգարի։ Դեռիվ հանկարծակի հայտնվեցինք շատ վատ մի ճանապարհահատվածում, որտեղ ընդհանրապես չկա ասֆալտ ոչ մի տիպի, այն ամենավատից էլ չկա։ Ու հիմա հենց կարծում եմ շատ ճիշտ կլինի գնահատել մեքենայի հարմարավետությունը նման վատ ճանապարհներին։ Մենք իհարկե շատ դանդաղ կգնանք, որովհետև մեքենան բավականին թանկ արժեք է։ Ինչքան էլ ասում են Bentley-ն այդքան է, ես իմ ինչ չի, այդքան էլ լյուքսային չի, չգիտեմ ինչ, բայց ինքը լավն է, իրականում չգիտեմ, այն ինչի համար ինքը ստեղծված է, ինքը այդ ինձ թվում է ինչ որ չափով անում է, հիմնական մասով ճիշտ կատարում է։ Փափկության առումով դե բնական է պետք է լիներ շատ փափուկ, ու կա շատ փափուկ։ Ուշադրություն չենք դարձնում որոշակի կաշվի ճռճռոցներին, որ կաշին քսվում է իրար ու ճռճռում է։ Չենք մոռանում, որ մեքենան 11 տարվա է արդեն, 11 տարի հետո գիտեք ինչ era տեղի ունենալու ու 11 տարվա ընթացքում գիտեք ինչ era լինում, ինչքան մեքենաներ են ուղակի sense փոշի անում, ոչինչ անում։ Ինչ 11-ը շատ էլ եմ ասում։ Եթե այս մեքենան 11 տարի անց այս վիճակում է ու ընդհանրապես ստեղից մի հատ կաշվի ճռճռոց է գալիս այստեղից, կարծում եմ այն որ ասում են Bentley-ն որակով լյուքս դասի մեքենա չի, սխալվում են։ Շատ հաճելի է, որ ամենուրեք կաշի է, նույնիսկ տանիքն է կաշի։ Այս մեքենային սիգնալ են տալիս, պատկերացնում եք,
այդքան ռիսկով մարդ կա, որ այս մեքենային ասում է պիպ։ Այն կարմիր մեքենան, տեսեք։ Հիմա գնամ, ասեմ, ոնց կարելի է այս մեքենային սիգնալ տալ։ Ես մտածում էի թեկուզ որ են պիկ ժամին, որ կարմիր լույսի տակ կանգնած ես լինում, հետո կանաչա բացում, որ չշարժվեմ, ընդհանրապես ոչ ոք ռիսկ չի անի սիգնալ տա, բայց փաստորեն կան մարդիկ այդ այնց դուխով։ Հա, երևի մեքենան սպիտակ է դրա համար։ Սպիտակ ավելի սենց բարի է, ավելի հարսանեկան է, ավելի սենց դրական էմոցիաներ է սենց տալիս մարդկանց։ Այս սև որ լիներ, սևին հաստատ կվախենային։ Բայց դե որ չի գնում այս մեքենան, հիմա հոզորով չի։ Ոչ գնում է, ոչ կանգնում։ Բայց ինչ վերաբերվում է գաբարիտներին, գաբարիտները, ասես դրսից նայում եք, չէ՞, մեքենան այլանդակ երկար է, ոնց որ չգիտեմ, բան լինի, էլեկտրիչկա լինի, էլեկտրիչկայի վագոն։ Բայց համ դեմից է ինքը շատ հեշտ զգացվում։ Համ նույնիսկ հայլու մեջ նայում ես, sense մեքենայի հետևը հանգիստ տեսնում ես, որ ամեն ինչ շատ կոկիկ sense պատկերացնում ես ու ասեմ ձեզ նես տպավորություն է, որ sense նայում ես, հասկանում ես, որ քեզ գաբարիտները շատ հարմար են ու հաստատ ուր ուզես կմտնես։ Բայց մտածում ես չէ, դե դրսից որ նայում ես շատ մեծ է մեքենան է, ոնց կարա տենց լինի, երևի մի բան խափում է, բայց խափող բան չկա։ Ինչքան տեսնում ես, այդքան է։ Կուզեի շատ միացնել աուդիո համակարգը։ Հանգստացի։ Լավն է։ Վատը չի։ Վատը չի։ Մենակ այս մեքենայի այն ամենամեծ թերություններից մեկը այն է, ինձ թվում է, իմ կարծիքով, որ ինքը Volkswagen է։ Դրանով արդեն է, որ sense նստած ես, չէ, sense նայում ես Bentley, ուր նայում ես sense թանկարժեք կաշի, թանկարժեք լաքապատ փայտ, sense ինչ որ սիրուն կոճակներ, բաներ, sense շատ հավես ոճով, հա, sense շատ անգլիական, դասական կայֆ ոճով։ Բայց մեկ է հիշում ես, որ Volkswagen ես քշում։ Հիմա մենք քշում ենք համարյա Volkswagen Phaeton, հա, կամ ցածր Touareg, մոտավորապես ինչ որ տես բան։ Այդ մի քիչ տես տրամադրությունը գցում է, այստեղ մուլտիմեդիան էլի Volkswagen-ա, դրա համար ես չեմ էլ ուզում ինչ որ բաներ սեղմեմ, որովհետև ինձ թվում է շատ վատ է աշխատելու ամեն ինչ։ Այս փեջերն են, այս նորմալ կաշխատի, բայց մուլտիմեդիա, մի խոսքով չեմ էլ ուզում մտնեմ, հա, որովհետև դե մետ հələ ասեք Volkswagen ու ասեք Bentley։ Օրինակ գոնե լավ, Audi-ն էլ է ձերը, նույն կոնցեռնին է։ Ինչի Audi բազայի վրա չեք հավաքում։ Ինչի, չգիտեմ, ինչ որ մի քիչ Audi-ն շատ պետք է լիներ էլի, այս մեքենայի մեջ, ոչ թե Volkswagen-ը։ Հա, մեքենան լիակարշակ է, բայց նայեք, երկու բան կա։ Առաջինը լիակարշակ մեքենան մեկնարկա, այսինքն տեղից ստարտը ավելի լավ պետք է անի, sense պետք է քեզ խփի նստարանին, որ այս մեքենայում չկա, ու կարծում եմ դա կոմֆորտի համար չի արված, էլի, որ իբր կոմֆորտ լինի։ Ուղղակի ինչ որ չեն կարողացել ստանալ։ Երկրորդ չկա։ Այդքանը։ Ուղղակի ուզում եմ հասկանալ մի բան։ Այս մեքենան բավականին թանկ արժե։ Ասենք այս մեքենայի գնին կարող ես ձեռք բերել Mercedes S-Class, չգիտեմ, BMW 760, չնայած չէ, երևի ավելի շատ S-Class, որովհետև ինքը ավելի կառավարական է։ Maybach չէ, բայց դե մի խոսքով։ Հիմա սենց մի հետաքրքիր բան։ Մենք մեր հաղորդումներում ընդհանրապես չենք փորձարկել Mercedes S-Class։ Այ հենց դրա համար էլ ես ձեզ խոստանում եմ շատ մոտ ապագայում մեր հաղորդումներից մեկում մենք կփորձարկենք S-Class։ Իհարկե չենք վերցնի 221-ը, որովհետև արդեն կա 222-ը,
որը բնականաբար շատ ավելի նոր է, քան այս Bentley-ն, դրա համար մի քիչ սխալ կլինի իրար հետ համեմատել, բայց դե հիմա ինչ անենք, որ Bentley նորը շատ դժվար է գտնել ու մի խոսքով, քան 222-ը։ Բայց ամենայն դեպս երկուսն էլ կառավարական դասի են, երկուսն էլ ծառայում են մի նպատակի։ Պետքա որ համեմատելի լինի։ Ամենայն դեպս կփորձենք։ Ու այդ ժամանակ արդեն կհասկանանք արժի այս մեքենան այդ գինը, թե չարժի։ Որովհետև կարծում եմ Mercedes-ը կարժենա այնքան ինչքան որ ինքը արժի։ Ինձ օրինակ շատ դուր եկավ այդ հաստատ այս ցուցիչները կլոր են, սիրուն են ու սենց լավ, սենց խորը, սենց ներս ընկած հավեսա։ Հայլիները, որ նայում ես, ապակին ոչ միայն էս սպիտակ պլաստմասե կորպուսը ունի, այլ նաև սենց եթե ուշադրություն դարձնեք, ապակու հենց հայլու հենց ծերով, սենց եզրերով, այս նիկելապատ, սենց մետաղ է պատտվում, սիրունա։ Սենց նայում ես, հասկանում ես, որ թանկ է։ Բայց տեսեք, այդքան ասում եմ, չէ, այս մեքենան տենց այդ 560 ձիաուժանոց մեքենայի նման չի գնում, էլի, ոնց որ շատ թույլ լինի ավելի, բայց մեծ սենց շատ հետաքրքիր հանգամանք։ Ես այսքան վաղ սենց նստած եմ, այսքան ժամանակ ղեկին ու մենակ այն երկու անգամ, որ սենց ճանապարհի վրա սենց գազը սեղմեցի, մենակ այդ ժամանակ սեղմեցի, որ այնքան որ տեսնեմ թե ինքը ոնց է գնում, բայց ընդհանրապես չէի ուզում։ Ինչ եմ ուզում ասեմ, այս մեքենայով որ գնում ես, ընդհանրապես չես ուզում արագ վարել։ Օրինակ միշտ sense մանավանդ sense հազար մեքենաներին sense մտածում ես, հա, սրա արանքով մտնեմ, sense գաստան դրան անցնեմ, հետո sense այն որ sense հաճույք ես տամ։ Այս մեքենան չէ, այս մեքենան sense հանգիստ շատ հավես է վարելը։ Այդ տեսեք, sense երկրորդ գծով հիմա հանգիստ գնում ենք ու հաճելի է։ Չես էլ ուզում գազ սեղմես, չես ուզում ինչ-որ ավելորդ ինչ-որ ձայն գա շարժիչից, չես ուզում լարվես, որ մտածես ինչ-որ արանքով անցնես, չէ, սենց հանգիստ ուզում ես գնաս։ Մանավանդ, որ, չգիտեմ, ինչ-որ տաքսի ես նստում ու տաքսին վարում է 30 կմ/ժ արագությամբ, շատ ես ներվայնանում։ Իսկ այս մեքենայի մեջ հաստատ չես ներվայնանա։ Հիմա որ դանդաղ գնում եմ, դու ներվայնանում ես։ Խոսալ է գիտի։ Պապս էր շատ սիրում այդ խոսքը։ Միշտ ասում էր Bentley-ել փորձարկեցինք։ Ու շատ գոհ ենք, ասեմ ձեզ, որովհետև ինձ թվում է մեքենան արժեր փորձարկել։ Հիմա կապ չունի դուք ինչ կարծիք ունեք այս մեքենայի մասին, ես ինչ կարծիք ունեմ, բայց փորձարկել արժեր, որպեսզի ես էլ դուք էլ ինչ որ պատկերացում կազմեինք նրա մասին։ Այսինքն, ասեմ ձեզ, սպասվում են ել ավելի թանկարժեք մեքենաներ ու այո, մենք մեզ լրիվ ձեռ ենք առել։ Բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել մեր պաշտոնական կայքում autodrive.am հասցեով, կարող եք միանալ մեզ Facebook-ում Drive News հասցեով եւ միանալ մեր YouTube-ի ալիքին Drive News հաջողություն։ Դե 15 մոծի տենանք։ Կարող է միանա։ Давай։ Նեկա հաջող։ Հա սյոմքի եմ ասեցի, հենց հիմա կամերան միացրած պահացա վրես։ Հենովա, հիմա է դալին են անում, չեմ հասկանում ես ինչա կատարվում։ Յո, ինչ, հա, արի խպի, արի խպի։ Արի խպի տեսնեմ ոնց ես տակից դուս գալու, հմ ես ոնց եմ տակից դուս գալու։ Հա, ով որ տանում այդ մարդուն։ Դու հիմա վարորդ ես արդեն մի ինձ աջելի է։ Ախպեր դու քեզ խառնվում իմ գործերի մեջ։ Ես քեզ ասում եմ դիաֆրագմա բաց։ Ինձ ասիր ինձ աջել է, վարորդին էլ աջել է։ Դու սակայն դու վարորդ ես։
Ախպեր, ես քեզ ասում եմ դիաֆրագմա բաց։ Հա։ Ես ասում եմ այն մարդու վարորդին։ Ջոգիր։ Ну, բանով սխալ ստացվեց։ Ոչինչ։ Ես հոգեպես ճիշտ եմ։ Հա։ Կյանքս։ Օպերատորը։ Դա մի բան է։